Բարև ձեզ հայրենակիցներ, սա Փափուկ ուշ հաղորդաշարն է, այսօր իմ հիմունքն է հանքարդյունաբերության փորձագետ Վիսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գյորգի Անտոնով Միրզախանյանը։ Բարև ձեզ պարոն Միրզախանյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես ուզում եմ ձեզ հետ մի առանցքային հարց քննարկել, ինչ անել, դա դարերի հարց է։ Մենք անցանք նախընտրական քարոզչական արշավը, որտեղ իմ գնահատմամբ ես չտեսա երկրի հոգսերի նրա վերակենդանացմանը եւ զարգացմանն ու կազդուրմանը միտված որևէ առաջարկ, ես տեսա թիմերի միայն գզվրտոց, հիմա էլ հետընտրական process է եւ երկիրը խիստ կարիք ունի խորհրդի ինչ անել, որողությամբ տանել երկրի վերակենդանացումը, որ կարողանանք ոտքի կանգնել եւ անվտանգային հատկապես սպառնալիքները կարողանանք զսպել։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես ողջունում եմ մեր ունկնդիրներին եւ կուզեի հիշեցնել, շատ անգամ մենք ասել ենք, որ մենք հետապնդում ենք մեկ հարց նախկինում, որ ես Կուզբասի Հերիմիության նախագահն էի եւ հանքարդյունաբերության ներկայացուցիչ, միշտ մեզ հետաքրքրել տնտեսական հարցերը եւ քանի որ Վիլսոնյան Հայաստանը քաղաքական process-ների ընտրությունների մեջ չի մասնակցել եւ չի առնչվել որևէ մի հասարակական կազմակերպություն, այո, եւ դրա համար իմ պատասխանը քաղաքական չի կարող լինել միայն, ինչպես դուք ասեցիք, դարավոր հարցը, երբ որ ասվել է Տուրգենևից Դաստայևսկուց սկսած, որ ով է մեղավոր ինչ անել, մենք կպատասխանենք երկրորդ հարցին, ինչ անել այսօրվա այս իրավիճակում, որպեսզի կարողանանք մեր հանրապետությունը Հայաստան պետությունը ծաղկացնենք, կարողանանք այս 30,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ստեղծենք բարիքներ, ստեղծենք հավելյալ արժեք, ստեղծենք մեծ գումարներ աշխատեն եւ ժողովուրդը եւ պետությունը, որպեսզի այդ աշխատած գումարները կարողանան էֆեկտիվ բաշխել այն բնագավառների վրա, որոնք կտանեն մեր առաջերտին անվտանգության ապահովմանը, երկրորդ հերթին հասարակ մարդու բարեկեցության բարձրացմանը։ Ամենակարևորը այդ երկուսն են։ Եվ դրա համար շատ անգամ ենք խոսել, այս անգամ էլ ես կուզեի իմ եւ հատկապես ակցենտ անել այդ բնագավառի վրա, որ ինչպես պետք է Հայաստան պետությունը ունենա մեծ գումարներ զարգացման, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ զարգացման մեծ մակարդակ։ Մենք գտնում ենք, որ դրա պատճառը հիմնականում նրանում է, որ երկար ժամանակ անկեղծ ասենք 30, այս վերջի 35 տարվա ընթացքում մեր արդյունաբերական պոտենցիալը էֆեկտիվ չի օգտագործվել։ Շատ ժամանակ օգտագործում ենք բառ, որը բնորոշում է այդ վիճակը, ոչ ժողովուրդը, ոչ պետությունը մեր հարուստ հանքերի պաշարներից չի ստացել համապատասխան իր օգտաբաժինը։ Սովետական միության ժամանակ մեկ անգամ ասել ենք, որ Հայաստանը Սովետական միության 15 հանրապետությունների մեջ ամենազարգացածներ, ամենահարուստներ կարելի ասել։ Հնայով էլ կարծեմ, չի առաջի տեղերում էր։ Այո, համախառն արտադրանքը, որը արտադրում էր, դուրս էր տալիս։ Եվ մեր ծախսման բյուջեի մոտավորապես հետևյալ թվերը եկեք կրկնենք, որ 90-ական 1990 թվականի ստատիստիկ տվյալներով
սովետական միության ստատիստիկ տվյալներով, որը բաց ինֆորմացիա է, Հայաստանը արտահանում էր լեռնամետալուրգիա, միկրոէլեկտրոնիկայի, ծանր արդյունաբերության եւ քիմիայի համախառն, գյուղատնտեսությունը նույնպես միասին համախառն միութենական բյուջե ներդնում էր մոտ 12-ից 15 միլիարդ դոլարի քանակ, բայց այդ ժամանակ էլի ստատիստիկ բաց տվյալներով Հայաստանի ծախսման բյուջեի ծախսման բաժինը ընդամենը 2.5 միլիարդ էր, ընդամենը 2.5, այսինքն 4-5 անգամ Հայաստանը ավելի շատ տալիս էր, քան ստանում էր միութենական բյուջեից, այսինքն մենք համարվում ենք դոնոր սովետական միության համար։ Այս ձեր խոսքի այս դրվագը պետք է ռուսերեն թարգմանել տալ եւ ներկա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին լսեցնել տալ, որովհետեւ բարբերաբար իրենք այսպես մուննաթով են խոսում, թե մենք հոգնել ենք հայերին կերակրել։ Եկեք մենք ուշադրություն չդարձնենք խոսքերին, մենք գնանք մեր ճանապարհով։ Դա էլ պատերազմի մի տեսակ է։ Այո։ Ուրեմն, ինչով էր պայմանավորված այդ մեծ հարստությունը, մեծ հնան, որը Հայաստանը կարողանում էր արտադրել։ Իհարկե, առաջերտին մարդկային ռեսուրսով։ Մենք եւս մեկ անգամ ասենք, եւ մեր հողը աստվածատուր է եւ հայժողովուրդը նույնպես աստվածատուր է։ Մեր միտքը դարերի ընթացքում եղել է լավագույն մտածողներին է տվել, որոնք կարողացել են աշխարհի մակարդակով մտքեր արտահայտել եւ տարբեր երկրների մեջ համայնքները հայկական որտեղ մտել են այդ երկիրը սկսել է ծաղկել։ Մենք այն ժողովուրդների չենք, որոնք կան ժողովուրդներ, որոնք մտնում են այդ երկիրը, որոշ ժամանակ հետո այդ երկրից իրենց քշում են։ Իսկ հայերի խումբը, երբ որ մտնում է ինչ-որ մի պետություն, նրանք իրենց ցույց են տալիս ամենալավագույն ձևով աշխատող, ստեղծագործ, պրպտող եւ ստեղծող ժողովուրդ։ Դրա համար բոլոր երկրներում հայ ժողովուրդը համարվում է այն լավագույն մասը եւ ոչ ոք հայ ժողովրդին ոչ մի տեղի չի քշել։ Միայն պատմությունից մենք գիտենք 15 թվականին բնորանից մեր սեփական հողից են քշել եւ հաշվի առնելով երկու մեծ բարիքները, բնական պաշարները եւ մարդկային ռեսուրսը, մենք այսօր էլ այս 30,000 քառակուսի կիլոմետրի վրա կարող ենք շատ արագ, շատ կար ժամանակում կարող ենք մեծ պոտենցիալ ստեղծել, որովհետև ռեսուրսները կան, մարդկային մեր ռեսուրսը չի սպառվել, մեր բուհերը մնացել են, մեր կադրերը պատրաստվում են, կարելի ասել մի քիչ մակարդակը ընկել է, բայց վերարտադրվել դա մեծ պրոբլեմ չէ։ Մենք գտնում ենք, որ հիմնականում, որպեսզի սովետական այս Հայաստանի Հանրապետությունը այսօրվա որպեսզի արագ զարգանա, պետք է վերադարձնի իրեն հանքային ռեսուրսները։ Ինչպես գիտենք, որ մեր 1995 թվականի սահմանադրությունում գրված էր, որ Հայաստանի հանքահումքային ռեսուրսները, բնական ռեսուրսները ժողովրդի սեփականությունն են։ Ուղիղ 10 տարի հետո երկրորդ նախագահան Քոչարյանի ժամանակ սահմանադրության այդ կետը փոխվեց, դարավ նույն կետը, չգիտես ինչու նույն կետը, փոխվեց, դարավ, որ ընդերքի հարստությունը պատկանում է պետությանը, ոչ թե ժողովրդին։ Աշխարհի բոլոր երկրները, ովքեր ունեն հանքահումքային ռեսուրսներ, դրանով զբաղվում են, բոլորի սահմանադրությունում գրված է, որ բնական ռեսուրսների տերը ժողովուրդն է։ Թե ինչու 2005 թվականին փոխվեց դարավ պետությունն է, պետությունը վերդասվեց, քան ժողովուրդը, չնայած եւ պետության եւ ամբողջ հիմքը դա ժողովուրդն է։
ինչ որ մեկին պետք էր որ դրանով մանիպուլյացիա աներ եւ ուղիղ 10 տարի հետո 2015 թվականին երրորդ նախագահան նույն այդ կետի մեջ փոփոխություն մցրեց ավելացրեց որ չնայած հանքահումքային ռեսուրսների տերը պետությունն է, բայց տրվում է կառավարության տնօրինության տակ եւ միաժամանակ նոր բնական ռեսուրսների օրենք ընդունեց Սերժ Սարգսյանի ժամանակ որ կառավարությունն էլ վերապահում է այդ իրավունքը ռեսուրսների բաշխման իրեն մասնաճյուղերին իրեն բաժիններին այսինքն չինովնիկներին որի ժամանակ արդեն մենք տեսանք որ այդ ժամանակ եւ երկրորդ նախագահի ժամանակ եւ երրորդ նախագահի ժամանակ բյուջե հանքարդյունաբերությունից ոչինչ չէր մտնում առաջի անգամ հանքարդյունաբերությունից հանրապետության բյուջե մտավ 21 թվականին երբ որ 20 թվականին շատ արագ այս կառավարությունը եւ նախկին նախարար Կիրոպյանին ես երկու անգամ հանդիպելուց հետո զեկուցեց վարչապետին շատ արագ կարողացան հանքարդյունաբերությունը մտցնել հարկային դաշտ շատ արագ դա տևեց ընդամենը 2-3 ամսվա ընթացքում այսինքն կառավարությունը հասկացավ որ որպեսզի կարողանա սոցիալական հարցերը կարիքները հոգապետության բյուջեին փող ունենա պիտի պարտադիր հանքարդյունաբերությունը մտցնի հարկային դաշտ հետագայում մի քանի անգամ 21 թվից մինչև 25 թվի սկզբին նույնպես եւս մեկ անգամ փորձ արեց կառավարությունը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակով բարձրացներ հարկի քանակը բայց մենք գիտենք լայն լուսաբանվում էր այդ հարցը որ ղեկավարությունը կոմբինատի ժողովրդին ոտքի բարձրացրեց եւ կառավարության հետ եկավ այն համաձայնության որ նալոգի, հարկի բազան տոկոսային քանակով շատ չավելանա այսօր ես իշքան գիտեմ մոտավորապես հանքարդյունաբերությունից մոտ ամենաշատը 22.5% է հարկվում տարբեր ֆոնդերի տարբեր հողային հարկի էկոլոգիական հարկի եւ մի քանի հարկերի եւ ֆոնդերի միջոցով ընդհանուր գումարը 22.5 է բայց անցած տարվա տվյալներով մեր հաշվետվության վարչապետի հաշվետվությունից եւ ֆինանսների մինիստրի հաշվետվությունից երևում է որ հանքարդյունաբերության ընդամենը 7%-ն է մտնում բյուջե մնացած տոկոսները կարող են մտնում են տարբեր ֆոնդերի միջոցով ձևով եւ քանի որ կա միջազգային պրակտիկա որ հանքարդյունաբերությունով զբաղվող պետությունների բյուջեի 40-ից 60%-ը պարտադիր հանքարդյունաբերությունից է ձևավորվում եւ բոլոր այն պետությունները որոնք նավթ են արտահանում այն պետությունները Ռուսաստանը որ բնական ռեսուրսներ է արտահանում նրանց բյուջեի 60 եւ ավելին տոկոսները հանքարդյունաբերությունից արտահանված վաճառված դուրս վաճառված հումքի պատճառով է ոչ թե հումքի այլ վերամշակած հումքի կոնցենտրատի վաճառքի հիման վրա է իսկ մեր ստացվեց 7% ընդհանրապես մերը բյուջե մտնում է 7% մնացած մասը ես քանի որ ինձ համար բաց չեն ֆոնդերի տվյալները կարող են տարբեր ֆոնդերի էկոլոգիական ֆոնդ կարող է լինել հողի ռեկուլտիվացիայի ֆոնդը կարող է լինել հանքերի զարգացման ֆոնդը կարող է լինել մնացած տոկոսները կարող է գնում են այնտեղ բայց մենք գոնե պատկերացնում ունենք թե մեր բյուջեի որ տոկոսն է ձևավորում հանքարդյունաբերությունից 7%-ը հասկացա վերջ բյուջե ուղիղ մտնում է 7%-ը մնացածը արտաբյուջետային հասկացա հարկեր են բայց էլի
իօգուտ ժողովրդին եւ պետությանն են աշխատում բայց համաձայն միջազգային օրենքի այդ տոկոսը ոչ թե պիտի լինի 20-22.5 այլ պիտի լինի մինիմում 50% եւ այդ փորձը անցած տարվա հաջողությունով չավարտվեց ես կառաջարկեի այսօր արդեն գիտեք անցել են ընտրությունները կառավարությունը կձևավորվի կաշխատեն անկախ նրանից հին կառավարությունն է, նոր կառավարությունն է, նոր ստրատեգիական տնտեսական ծրագիր կմշակեն, թե հնով կաշխատեն, առանց հանքարդյունաբերություն այս բյուջե մտնելու տոկոսը բարձրացնելու, մենք զարգացում դժվար թե ունենանք եւ հիմնական ինչ անել հարցին ես կպատասխանեմ հետեւյալ ձևով, որպեսզի հանքարդյունաբերությունը զարգանա եւ մեծ գումարներ մտնի բյուջե Արժերտին սահմանադրության այդ կետը որ հանքերի տերը ժողովուրդն է պիտի վերականգնվի սահմանադրության մեջ այդ արշավի ժամանակ այդ թեզը ուղիղ չասվեց բայց որոշ կուսակցություններ այդ մասին խոսում էին որ պիտի զարգացնենք եւ չեն կարող զարգացնել եթե այս կետը չլինի որովհետեւ եթե չլինի ժողովրդական վերահսկողություն ժողովրդի վերահսկողություն եւ ժողովուրդը վստահ չզգա որ ինքը այսօրի վրա ինքը տեր է դա լավ արդյունքի չի բերի ուրեմն առաջին կետը ես կասեի որ պիտի սահմանադրության մեջ վերադարձնել հանքերի տերը, անդերքի տերը ժողովուրդն է։ Այսինքն սա առանցքային հարց է։ Ուրիշ կերպ չի կարող ոչ կառավարությունը, ոչ ժողովուրդը վերահսկել, այդպես ասած թալանին այսօրվա անդերքի չեն կարող։ Պիտի այդ որոշումը լինի սահմանադրական։ Այդ արգելքը պիտի լինի սահմանադրական, որից հետո պիտի այլ օրենքներ աշխատեն։ Երկրորդը ամբողջ հանքարդյունաբերությունով զբաղվող պետությունները եւ կառավարությունները աշխատում են դեռ սովետական միության փլուզման հենց առաջին օրերից բոլոր այս անկախացած պետությունները ովքեր նավթով բնական ռեսուրսներով արտահանումով էին զբաղվում ընդունեցին համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքը ընդունեցին որպես օրենք բայց մինչև այսօր մեր հանրապետությունը չի ընդունել այդ օրենքը ես ինքս մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել եմ բայց չկա դեռ ինձ էլի այս ընտրարշավի ժամանակ մի քանի կուսակցություններ խոսում էին ղեկավարներ այդ մասին բայց այն կուսակցությունները որ խոսում էին չեն անցել բայց ասվել է ինձ թվում է նոր կառավարությունը ուշադրություն կդարձնի այս կետին որովհետև էլի առանց անդերքից մեծ գումարները ստանալու զարգացման մասին խոսել հնարավոր չէ։ Իսկ դրա մեխանիզմը ո՞րն է։ Մեխանիզմը հետևյալն է դրա այս համաշխարհային օրենքը հավաքվել եւ ընտրել են համաձայնվել են բոլոր միջազգային հանքարդյունաբերությունով զբաղվող խոշոր կորպորացիաները, խոշոր մոնոպոլիստները, որպեսզի վիճաբանություններ եւ տարաձայնություններ չլինի, ընդունել են մեկ օրենք, թե ինչպես ինչ մասնաբաժիններով պետք է աշխատեն եւ ստանան այն երկրի ժողովուրդը, որտեղից հումքը կամ հանքարդյունաբերությունը հանում են եւ ինչքան եկամուտ պիտի ստանա այդ կորպորացիան, որը զբաղվում է դրանով։ Այսինքն փաստացի չզարգացած պետությունների նաեւ շահերի պաշտպանման քայլ է։ Միանշանակը ճիշտ է, հենց դրա համար է, որը հաստատված է նաեւ միջազգային բոլոր ատյանների հետ այդ օրենքը։ Եվ այսօր դա գործող միջազգային օրենք է համարվում։ Որը պետք է մեր վրա էլ տարածվեր, որովհետեւ մենք նոր ասացի համարյա թե ռեանիմացիայի process-ի մեջ գտնվող պետություն ենք։ Այո, մեր վրա կտարածվի այն ժամանակ, եթե մենք համաձայնվենք դա վերցնել այդ օրենքը։ Իսկ մենք չենք վերցնում այդ օրենքը, չենք մտնում այդ օրենքի դաշտ։
Դե կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որովհետեւ ես ինչքան գիտեմ, այսօր հանքարդյունաբերությունով համայրա հայկական կազմակերպությունները չեն զբաղվում։ Զբաղվում են դրսի կազմակերպություններ, որոնց ձեռ չի տալի, որպեսզի Ստացվում է դրսի կազմակերպությունները, եթե կարող են թելադրել կամք, ուրեմն նրանք վերահսկողությունից դուրս են մեր պետության։ դուք Կարող եմ այդպես ասել։ Ճիշտ եք։ Այսինքն սրանից հետևող բազում թե բնապահպանական, թե տնտեսական սպառնալիքներով։ Այո, որոնք այդ բոլոր օրենքները անտեսվում են։ Այո։ Եվ ոչ տեղի ժողովուրդը, համայնքի ժողովուրդը, որտեղ հանքն է գտնվում, չի կարողանում միջոցներ չունի էկոլոգիական հարցերը լուծի, այդ կորպորացիաները գումարներ, մեծ գումարներ պիտի դնեն, սովորաբար էկոլոգիական հարցերը լուծելու համար մեծ ծախսեր է անհրաժեշտ, նրանք այդ քանի որ հսկողության տակ չի գտնվում, ինչքան արժեք է հանվում եւ դրա քանի տոկոսը պիտի ներդրվի այդ տարածքում եւ բյուջե հանրապետական պետք է մտնի, այդ հսկողությունը չկա եւ ամեն ինչ կամայականության հետ է կապված։ Դա գալիս է նրանից, որ չկա ժողովրդական հսկողություն, սահմանադրության մեջ չի գրված, որ ժողովուրդն է այդ ռեսուրսների տերը։ Երրորդ կետը, որ ես կառաջարկեի, որպեսզի մեր հանրապետությունը ունենա մեծ գումարներ բյուջեում, պարտադիր պետք է որ մտցվի հանքանյութի արտահանելու արգելքի օրենքը։ Ինչ է դա նշանակում։ Նորից բերեմ օրինակ, երբ որ 1998 թվականին, երբ որ Ռուսաստանում դեֆոլտ էր սկսում, փող չկար, գումար չկար, ամբողջ ռեսուրսները դուրս էին գնում, այնպես ինչպես Հայաստանում այսօր, եւ հսկողություն չկար, արտահանող հիմնականում արտասահմանյան կազմակերպություններին, որոնք փակ ձեռնարկություններ էին, գրանցված էին օֆշորային կազմակերպություններում, ոչ մի հսկողություն չկար։ Այդ ժամանակ արդեն դեֆոլտից բրկելու համար մեկ օրվա ընթացքում այդ ժամանակվա պրեզիդենտ Ելցինը հրաման արձակեց։ Արգելվում է Ռուսաստանից դուրս անել չմշակված հումք։ Ահա։ Իհարկե աղմուկ բարձրացավ, բոլորը սկսեցին բողոքել, բայց ուրիշ տարբերակ չուներ իշխանությունը, որպեսզի բոլորն էլ գիտեին, այդ ժամանակ դեմոկրատների իշխանություններ, կառավարությունում Չուբայսներ, Նեմցովներ, բոլոր դեմոկրատները, որոնք գայդարներ, որոնք եկել էին, բայց չէին կարողանում ղեկավարել պետությունը առանց այդ դրա համար մեկ որոշումով իրենք կարողացան կանգնեցնել, այսպես ասած, չհսկվող թալանը։ Չհսկվող թալանը։ Եվ այդ որոշման հիման վրա որոշումը հետևյալն է, արգելվում է եւ թույլատրվում է, որպեսզի ով ուզում է արտահանել, գալիս է կառավարություն, ներկայացնում է իրեն փաստաթղթերը, ամեն ինչ պետք է լինի բարձ թղթերով, ցույց է տալի, թե ինչքան հանքանյութ է անում, այդ հանքանյութի մեջ ինչքան բաղադրություն կա, ինչքան արժեք կա, քանի էլեմենտի համար է վճարել, քանի էլեմենտը ուղղակի որպես հարակից էլեմենտներ ուղղակի թալանվում է, եւ այդ գումարը եւ այդ կոմիսիան ամբողջ գումարից հաշվում է իրեն բաժինի ինչքանն է, այդ գումարը մուծվում է պետական բյուջե։ Այո։ Հետո նոր արտահանվում է։ Եվ այդ որոշումը հրամանագիրը եղավ 98 թվականի մայիսի 7-ին, պատկերացրեք, տարվա վերջին դեկտեմբեր ամսին արդեն բյուջեում Ռուսաստանի այնքան գումար կար, որ նախկին 3-4 տարվա թոշակները մուծեցին, սոցիալական հարցերը փակեցին եւ այլն։ Եվ արդեն կառավարությունը ռեգիոններին, մարզերին սկսեց բաժնամասին փողերը զարգացման համար փողեր տրամադրել, որպեսզի տեղերում նույնպես զարգացում լիներ։ Այսինքն այս երեք կետը պարտադիր են նաև մեր հանրապետության համար։ Ես գիտեմ, կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, բայց
այն ձևով չի ստացվում, ես հույս եմ հայտնում, ուզում եմ հավատալ, որ արդեն այս ընտրություններից հետո ավելի, այսպես խիզախորեն իշխանությունը այս հարցերով կզբաղվի, որտեղ ինքն էլ ուրիշ ճար չունի, աղբյուրներ բյուջեն լրացնելու չկա։ Ահա, եւ արդեն մենք ասեցինք, որ հիմնականում պրակտիկան ցույց է տալի դրսի շահագործողները, եկեք մեր ունկնդիրներին բացատրենք ինչ է նշանակում հանքարդյունաբերությունով զբաղվող դրսի կազմակերպությունները, որպեսզի զբաղվեն հանքարդյունաբերությունով, իրենք պիտի վերցնեն լիցենզիա։ Այո։ Մեր պետությունից վերցնում են լիցենզիա։ Պետությունը լիցենզիա է տալի, լիցենզիա դա նշանակում է թույլ տվություն։ Այո։ Դա սեփականության թուղթ չէ։ Չէ, ոչ։ Ահա, թույլ տվություն, Որ դու ես հանքերը համապատասխան շահագործելու, համար։ բայց երբեք այդ լիցենզիայի հիման վրա հանքարդյունաբերողը դրսի կազմակերպությունները չեն դառնում սեփականատեր։ Պարոն Միրզախանյան, մեզ հուշում են, որ մենք դուրս գանք ընդմիջման, ընդմիջումից հետո նորից կվերադառնանք այդ կարևոր մեր երկրի հիմնակարային զարգացման համար հիմնակարային հարցին։ Դուրս գանք կարճատև ընդմիջման եւ կվերադառնանք։ Շնորհակալություն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հայրենակիցներ, ես իմ հարցազրույցը կշարունակեմ հանքարդյունաբերության փորձագետ Վիսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գյորգի Անտոնով Միրզախանյանի հետ։ Խնդրեմ, պարոն Միրզախանյան, շարունակենք։
Բացի այդ երեք կետերից, որ մենք նշեցինք, որպեսզի մեր հանքարդյունաբերությունը զարգանա եւ ստանանք մեծ եկամուտներ, եւս հարակից կարևոր միջոցառումներ պիտի կատարվեն, որոնք ես հիմա ուզում եմ շարունակել։ Չորրորդը Հայաստանը լինելով լեռնամետալուրգիայի կենտրոն եւ սոցիալական միության ժամանակ շատ զարգացած, այսօր ուղղակի քանի որ դուրս է համվում, չի երևում թալանի մասշտաբները, չկա աշխարհում մի հանքարդյունաբերությունով զբաղվող երկիր, որը չունենա մետաղական հանքարդյունաբերությունով զբաղվող, որը չունենա աֆինաժնի գործարան։ Այո։ Մետալուրգիական հարստացման եւ վերջնական կորզման գործարաններ չունենա։ Դա նոնսենս է։ Դա նշանակում է, եթե պետությունը չունի աֆինաժնի գործարան, ուրեմն այդ ընդերքի հարստությունը իրեն մոտ հաշվառման չի ենթարկվում։ Եվ այսօր եթե հասնենք Հայաստանը ինչքան ոսկի արտադրում, ինչքան մոլիբդեն եւ այլն, Ոչինչ չգիտեն։ Ոչինչ չգիտեն, որտեվ իմանալու համար ստույգ դու պիտի ունենաս աֆինաժային գործարան։ Գործարանն է քեզ տալի տվյալներ, թե ինչքան ոսկի դուրս եկավ, ինչքան մոլիբդեն դուրս եկավ։ Իսկ եթե գործարանը քոն չէ, պետությանը չէ, դու չես ստանում ճիշտ տվյալներ։ Պարոն Միրզախանյան, մենք պիտի ստանանք ֆիզիկապես գործարան չունենք հանրապետության տարածքում, թե դա պետության վերահսկողությունից դուրս է։ Աֆինաժային գործարան, աֆինաժը դա վերջնական մաքուր մետաղ ստանալու process է։ Մենք չունենք։ Եվ ես ինչքան գիտեմ, 3 պրեզիդենտների ժամանակ դրսի մեր հայրենակիցները մի քանի անգամ եկել են, առաջարկել են, որ իրենց հաշվին աֆինաժային գործարաններ կառուցեն, այդ առաջարկությունները մերժվել են։ Այսինքն Սփյուռքը պատրաստական է այս հարցում, վստահ եմ այսօր էլ օգնել։ Այո, եւ այսօր էլ կօգնեն։ Եվ դա ոչ միայն օգուտ կտա մեր Սփյուռքին, այլ նաեւ շատ մեծ օգուտ հիմնական մեր հանրապետությունում ապրող հայերին եւ պետության բյուջեին մեծ օգուտներ կգան։ Առանց այդ հաշվառման կարելի ասել մենք մեր միջոցները հանքահումքային փոշի անում են, որտեղ չկա շատ լավ մեխանիզմ է, չէ՞ մշակած։ Այո, այո։ Շատ խելոք։ Դա գիտեք որտեղից է գալիս։ Սահմանադրության առաջին այդ կետը ապահովում է այդ թալանը։ Այս հակապետական մեխանիզմի գործունեությունը։ Այո, այո, այո։ Այնպես որ գոնե մեկ հատ աֆինաժային գործարան պարտադիր պիտի լինի, հանրապետությունը մեծ չի, կոնցենտրատները եւ Ալավերդիից, եւ Սոտկից, եւ Հարավից կարող են այդ մի գործարանը տեղափոխել, որպեսզի այդ գործարանը կարող է լինել եւ պետական, այդ գործարանը կարող է լինել եւ մասնավոր, այդ գործարանը կարող է լինել պետական եւ մասնավորի հետ համատեղ։ Պարոն Միրզախանյան, Սովետ միության վախտեր չունեինք։ Սովետ միությունը ինքը ուներ աֆինաժնային գործարան, ընդամենը 2 հատ, Նովոսիբիրսկում եւ Լենինգրադում։ Երկու հատը ամբողջ պետության համար բավական էր։ Իսկ հիմա այդ երկուսը աշխատում են ամբողջ Ռուսաստանի համար, երրորդն է բացվել, որպեսզի երկար ճանապարհ չգնան։ Իսկ մեր փոքր հանրապետությունը մեկ է, աֆինաժային գործարանը Սոտկում կառուցեն բավական է, կամ կենտրոնում, կամ Երևանում կառուցեն։ Դա բավական է։ Բացի դրանից աֆինաժային գործարանի կառուցումից պիտի լինի վերամշակող, սկզբնական վերամշակում կա, նախնական վերամշակում 1, 2, 3 ստադիա վերամշակում են անում։ Հանքարդյունաբերությունը ինչ է, ընդհանրենք լեռնամետալուրգիայում մի մեքենա կամ մի վագոն, ենթադրենք 60 տոննա հումք անեցին։ Այդ 60 տոննա հումքի մեջ կարող է լինել, սովորաբար բաղադրությունը հաշվում են տոննայի մեջ գրամներ կամ տոկոսներ, մանր տոկոսներ։ Ենթադրենք մեկ վագոնում, որը հումքը արտահանվում է, 60 կարող է լինել մաքսիմում
1-ից մինչև 20-25 գրամ ոսկի։ Okay? 60-ը 1-ից մինչև 25-ի թող լինի ենթադրենք 1 վագոն հումքից կարող են ստանալ մինչև 1 կիլո 0.6 կիլոգրամ ոսկի կարող են ստանալ։ Դա միայն ոսկին, իսկ միայն ոսկին, մյուսները հարակից են։ Հա, եւ եթե արտահանվում է այդ հումքը, մենք կորցնում ենք մյուս հարակից մետաղները։ Որոնք կարող ավելի թանկ են, քան ոսկին, ավելի թանկ եւ մի քանի անգամ ավելի արժեքը մեծ կլինի։ Որպեսզի դա չլինի, դրա համար ինչ են անում։ Ուրեմն հանքանյութի, տեսեք, մի վագոնից կիլոգրամի չափ մենք ոսկի ենք ստանալու, մնացածը գնալու է։ Այո։ Տեղում պիտի պարտադիր վերամշակումը մի քանի ստադիաներ ունի։ Այո, որ մաքսիմալ կորզում լինի։ Հա, որ կորզում լինի եւ ծախսերը կչանան։ Դրա համար իմ առաջարկով պետք է լինի 3 հատ մետալուրգիական գործարաններ, նախնական հարստացման համար, աբագատից են կոմբինատներ, հարստացման գործարաններ պիտի լինեն։ Այդ հարստացման գործարաններում պիտի ազատվեն ինչից, հանքանյութը, 70-ից 80% ինչ է, հող է։ Այո, բայց այն 30% ինչ էր արժի։ Այդ 70%-ից պետք է ազատվել։ Այսինքն հենց տեղում պետք է կոչվում է ֆլոտացիա լվացվի, այսինքն ջրի նապորի տակ պետք է այդ հողը առանձնացվի, ու մնում է առանձին։ Մնացած մասը, մետաղական մասը արդեն ծանր է։ Այդ մետաղական մասի մեջ կան մագնիսական մետաղներ եւ ոչ մագնիսական մետաղներ։ Պետք է երկրորդ этаպը պիտի լինի գրավիտացիայի սկզբունքը, վերամշակման սկզբունքը։ Բաժանվելու են մետաղները մագնիսական, ոչ մագնիսական։ Ահա։ Երրորդը բաժանվելու են ծանր եւ թեթև։ Հետո այդ ուսումնասիրելով այդ նոր բաղադրությունները, որոնք արդեն կիլոգրամների, տասնյակ կիլոգրամների մաս է, պիտի պետությունը ունենա իրեն լաբորատորիան, որը միայն իրեն հսկողության տակ է, որպեսզի իրեն լաբորատորիան այդ աբագատիցենի հարստացիչ գործարաններից պարտադիր պիտի բերեն պետության լաբորատորիան, պետությունը ստուգի տեսնի որ էլեմենտից ինչքան կա։ Այսինքն հիմա դա էլ չի կատարվում։ Դա էլ չի կատարվում։ Նշանակում է մենք չունենք այդքան համարժեք քիմիկոս, հանքարդյունաբերության մասնագետ, ինժեներ, ուսանող, տեսնում եք շղթան շատ ավելի երկար է։ Պարոն Միրզախանյան, ինչ անելը ձեր բավական բազմաշերտ է դառնում բազմանիստ երևույթ։ Դուք մի տեսանկյունով նայեցիք, որ չունենք։ Ինչու չունենք, ունենք։ Մենք համալսարանում քիմիայի ֆակուլտետ ունենք, պոլիտեխնիկում ունենք, ամենտեղ էլ ունենք։ Ուղղակի, քանի որ իրենք ավարտում են, իրենք լաբորատորիան չկա, իրենք չեն զբաղվում լաբորատորիայով։ 1, 2, 3 ամիս աշխատելուց հետո իրենք դառնում են մասնագետ, որտեղ տեսական գիտելիքները բոլորը ունեն, դա խնդրեմ չէ։ Կարևորը լաբորատորիան չկա։ Այս իշխանության քաղաքական այսպես պահանջը չկա։ Պարոն Միրզախանյան, կարող է որ մի հատ այսպես կամային հրահանգ լինի, պարզվի որ այդ լաբորատորիային անհրաժեշտ բոլոր սարքավորումները հանրապետության ներսում կան կանգնած վիճակում, չաշխատող վիճակում։ Դուք ճիշտ եք, բայց նույն լաբորատորիաները այդ դուրս արտահանող կազմակերպությունները ունեն։ Իհարկե։ Բայց պետությունը հավատում է այսօր այդ կազմակերպությունների տված թվերին, նկարած թվերին, կարելի ասել, որտեղ լաբորատորիան իրենն է, պետությունը, ժողովուրդը իրավունք չունի մտնի, քիթխոթի այդ լաբորատորիայի մեջ։ Կարող է իրականում լինի, ենթադրենք հանքանյութի մեջ այդ 1-2 անգամ մաքրելուց հետո, ենթադրենք 100 գրամ ոսկի, իրեն գրեն 5 գրամ ոսկի, ով կարող է ստուգել, ոչ ոք։ Կարող են գրել, որ հարակից մետաղներ այդ ոսկու հանքանյութի մեջ չկար, ով կարող է ստուգել։ Եվ պարզվում է
թղթում կգրեն չկա մեր տամոժնիա, հա, ինչպես Մաքսատ- մաքսատուն բաց կթողնի, բայց հետո կպարզվի, որ դրա մեջ այնքան էլեմենտներ կան եւ ավելի շատ քան ոսկու քանակը եւ արժեքը մի քանի անգամ շատ, այսինքն պետությունը կորցնում է եւ հարկեր եւ մետաղը Եվ ունեցվածք է պաստառ։ եւ իրեն եւ ժողովրդի ունեցվածքը եւ պետության ունեցվածքը եւ Տեղը մնում է էկոլոգիական աղետը։ այո աղետը մնում է ես համոզված եմ որ այսօրվա իշխանությունը հաստատ ուշադրություն կդարձնի որտեղ ուրիշ տարբերակ չկա վերցրել են կուրս արագ զարգանալու ծրագրեր շատ կան դպրոցներ պիտի կառուցվեն մանկապարտեզներ պիտի կառուցվեն բավականին մեծ քանակի շինարարություն է գնում այդ տեմպերը քիչն են եթե այս բյուջե փողեր չմտնեն ու պատկերացրեք ինչու է այդպես կատարվում հիմա ինչ են անում այդ կազմակերպությունները որ տվյալները փակ է պետությունը մեծամասամբ չգիտի եւ իրենք պարտավորել չեն տալու մաքսատուն բերում են ինչ որ տվյալներ կա գրված մաքսատունը պիտի հավատա որտեւ ինքը Սահմանադրությանն է աշխատում։ ըստ սահմանադրության Որտեղ ինքը գրված է, որ ոչ ժողովրդին է պարտավոր ինֆորմացիա տալու, ոչ պետությանն է Այո. պարտավոր ինֆորմացիա տալու, կառավարության ինչ որ մի բաժնի չինովնիկին զանգ կտանք ասեն բաց թող գնա որտեվ օրենքը որպեսի չխախտի որտեվ սահմանադրության մեջ եւ բնական ռեսուրսների օգտագործման օրենքում այդպես է գրված մյուս տարբերակը եւ ինչպես են անում այդ թալանը ինչպես է կազմակերպվում ենթադրենք ստացան կոնցենտրատ արտահանում են այնտեղ գրված է մեկ էլեմենտ է հա ոսկին է ենթադրենք մյուս էլեմենտները մոլիբդենը պղինձը ալյումինիը բոլորը ոչինչ գրված չի Մենք քիմիական ահուսակի բոլոր տարեր ունենք։ բայց բոլորը արդյունաբերական չեն մինիմում 5-6-ն են արդյունաբերական հիմնականը որոնք ճիշտ ասեցիք ոսկին կարող է արժենա այդ հանքանյութի մեջ կոնկրետ մեկ վագոնի մեջ ընդհանրենք 1 միլիոն ռուբլի բայց 2-3 եւ ավելին ռուբլիների կարող է մոլիբդեն ալյումինի պղինձ եւ այլն լինեն արծաթը միշտ ոսկու հետ գոյություն ունի ինչպես է ինչու է այդպես կատարվում կազմակերպությունը, որը շահգործումով է զբաղվում, նաև տվյալները ճիշտ չի տալի երբեք, եթե այսօրվա ես իշքան գիտեմ բոլոր կազմակերպությունները, ովքեր զբաղվում են հանքարդյունաբերությունով, նրանք գրանցված են բոլորը offshore-ային գոտիներում։ Offshore-ային գոտիներում գրանցված կազմակերպություններից դու ինֆորմացիա չես կարող ստանալ։ Ով է տերը։ Եվ ում հետ է պայմանագրերը կնքված։ Ուղիղ այդ հանքանյութը հարստացված գնում է ինչ-որ գործարան։ Գերմանիա, Էմիրատներ, Միջին Ասիա, Ռուսաստան, տարբեր տեղեր։ Դու չես կարող ստանալ ինֆորմացիա, որտեղ offshore-ային գոտին պարտավոր չէ քեզ ինֆորմացիա տալու արգելված է։ Եվ դեռ ավելին այդ բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են հանքարդյունաբերություններով, այսօրվա պրակտիկան է ցույց տալի, փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնք համաձայն այդ օրենքի փակ բաժնետիրական ընկերության պարտավոր չեն քեզ ինֆորմացիա տրամադրելու։ Պարոն Միրզախանյան, եթե սահմանադրության առաջի կետը քաղաքական կամք ցուցաբերվի եւ փոխվի, որտեղ ասվում է, որ ռեսուրսները ժողովրդինն են, մենք այդ տիպի սահմանափակումները, փակ բաժնետիրական ընկերություն, օֆշոր եւ այլը, դա հնարավորություն տալիս է վերանայել։ Առաջի կետը, սահմանադրության այդ կարևոր կետը։ Առաջի կետն էլ է տալի, մյուս կետերն էլ են տալի, առանց այդ կետերի էլ ադմինիստրատիվ, այո, մոտեցումը պետք է փոխվի։ Մի հատ հրամանով կառավարությունը, վարչապետը, ազգային ժողովը կարող են հարցը դնել։ Հանքարդյունաբերությունով զբաղվող կազմակերպությունները պետք է լինեն ոչ թե փակ կազմակերպություններ, հանձնարարեն կառավարությանը, մինիստրությանը, ովքեր կնքում են այդ պայմանագրերը, կնքել պայմանագիր շահագործման համար լիցենզիա տալ այն կազմակերպություններին, որոնք
փակ չեն եւ offshore-ային գոտում գրանցված չեն։ Բոլոր հարցերը լուծվեց։ Ռուսաստանում դեռ ավելին այդ որոշումից հետո 98 թվականից հետո Ելցինը երկրորդ որոշումը արեց։ Նույնիսկ եթե դրսի կազմակերպություններ են, լիցենզիա տալիս են այդ դրսի կազմակերպության այն մասնաճյուղին, որը բաց է եւ գրանցվում է Ռուսաստանի տարածքում։ Ահա, այսինքն բոլոր հնարավոր ռիսկերը իրենք փակեցին։ Բոլոր հնարավոր ռիսկերը փակում են տոտալ սկողության, կոչվում է պրազրաշնի, հա, թափանցիկ արտոնաբերությունով զբաղվի։ Պարոն Միրզախանյան, մոդելը կա։ Միայն պետք է ներդնել Հայաստանի մեջ։ Ամբողջ աշխարհն է դրանով աշխատում, որտեղ այն պետությունները, որոնք ընդունել են համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքը, այլ կերպ նրանք չեն կարող աշխատել, որտեղ այդ օրենքում գրված է այս կազմակերպությունները պիտի լինեն բաց, պիտի offshore-ում չլինեն, պիտի լաբորատորիա ունենան, պիտի աճոտ, հա, հաշվետվություն տան այդ պետության կազմակերպություններին, պիտի փողի այն եկամուտի մասը տեղի համայնքի զարգացման համար, պիտի էկոլոգիական խնդիրների մանրամասը երկրորդ օրենքում այդ բոլորը գրված է։ Եվ վերջինը չեղարկել, ահա, այդպիսի օրենք անելուց հետո, օրենք ընդունելուց հետո, որ չի կարելի կամ անցնելով համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքին, անմիջապես դու չեղարկում ես այսօրվա եղած կազմակերպությունների հետ ավտոմատ հարաբերությունները։ Հիմա հարց կառաջանա ձեր մոտ։ Բա հազիվ ենք այդ մարդկանց բերել, հազիվ աշխատում են, աշխատատեղեր են ստեղծում եւ այլն եւ այլն։ Այդ թոս փչելու միջոց է։ Այո, կներեք, ես ինքնահատականը տվեցի ներեգություն ընդհատելու։ Ռուսաստանի փորձը ցույց տվեց, որ ռուսերեն կոչվում է պապլաստոնսկի, այդ բոլորը սկզբից աղմուկ անեցին այդ կազմակերպությունները, հետո կամաց սողալով եկան իշխանության մոտ, ասեցին, ասեք ինչ պայմաններ եք դնում, համաձայն ենք աշխատել, որտեղ ոչ ոք չի ուզում այդ ահռելի գումարներից զրկվի։ Առավել ևս արդեն գումարներ իրենքներ են դրել, գիտեն ինչպես աշխատել։ Նույն բանը կլինի նաև Հայաստանում։ Ոչ ոք այսօրվա հանգարտնաբերողներից չի փախչի, ուղղակի իրենք բրազրաշնի, հա, թափանցիկ ձևով կաշխատեն, գաղտնիքներ պետությունից, ժողովրդից, համայնքից չի լինի։ Եվ ամեն ինչ կլինի մարդկային բարոյական օրենքների հիման վրա։ Դրան մենք չենք խոսում, որ համարյա բոլոր հանքարդյունաբերության տարածքներում էկոլոգիական վիճակ այնքան վատ է, որ դա ուղիղ անդրադառնում է մեր նորածին եւ աճող երեխաների առողջության վրա։ Սա էլ է տնտեսական հարված Հայաստանի Հանրապետությանը։ Դուք ճիշտ եք, որովհետեւ չգիտեմ Հայաստանում բաց է այդ տվյալները թե չէ, համաշխարհային տվյալներով մեր քաղցկեղի Հայաստանը քաղցկեղի հիվանդությունների թվով եւ քանակով աշխարհում ամենավատագույն 26-րդ տեղում էր։ Այո, վատագույնների շարքում։ Այո, եւ տենդենսները չեն փոքրացել, ես վստահ եմ, որ ավելացել են։ Դա գալիս է այդպես վայրենի ձևով հանքարդյունաբերությունը զբաղվելուց, դրանից է գալիս։ Ահա, ինձ թվում է, որպեսզի եթե լինի այս մաքուր թափանցիկ ձևով աշխատեն, նոր աշխատատեղեր կլինեն, երիտասարդները չեն թողնի, դեմոգրաֆիայի հարցը կլուծվի, տեղում աշխատատեղեր կլինեն, էկոլոգիայի հարցերը կլուծվի, ջահելները, երիտասարդները բուհերը հավարտելուց հետո աշխատատեղեր կունենան, շատ պրոբլեմներ կլուծվի։ Ես համոզված եմ, որ այս բոլոր կետերը, որ նշեցինք, մոտավորապես 6-7 կետ մենք նշեցինք, այդ որ արվի մեր ցանկացած կառավարություն, որ այսօր կձևավորվի եւ կաշխատի, շատ կարճ ժամանակում մեր երկիրը կսկսի ծաղկացնել։
Պարոն Միրզախանյան, նախ այսպես եկեք ես լիքը հարցեր ունեմ, որը կթողենք հաջորդ մեր հանդիպմանը, որպեսզի ձեր տված այս փորձագիտական գնահատականը ես վստահ եմ մեր հեռուստադիտողների համար շատ հասանելի էր, շատ ըմբռնելի էր։ Ես վստահ եմ նաև, որ ձեր տված խորհրդատվությունը անվճար շատ հասանելի ու ըմբռնելի կլինի նաև կառավարության այն անդամների համար, որոնք համապատասխան գիտելիք ու կրթություն չունենալով զբաղեցնում են աթոռներ, բոլոր դեպքերում սա իրենց համար կլինի կարևոր խորհրդատվական process։ Ես շնորհակալ եմ ձեր նվիրվածության համար։ Այստեղ ձեր մտավորականի կեցվածքն է խոսում, ձեր հայ մարդու կեցվածքն է խոսում, ձեր գրագետ մասնագիտական ուրեմն միտքն է հնչում, որի համար անչափ շնորհակալ եմ։ Վստահ եմ, որ նմանատիպ մարդիկ փորձագետն ինչպիսին դուք եք, այս երկրին խիստ անհրաժեշտ են, մնում է, որ մեր կառավարությունը լինի անկախ նրանից ինչ կազմ կլինի, ով կլինի, ով որտեղ կնստի, լինի ուրեմն բարեխիղճ այն առումով, որ լսի նմանատիպ խորհուրդները եւ այսպես ասենք փորձագիտական կարծիքը։ Վերջացնենք սրանով, պարոն Միրզախանյան, թե ավելացնեմ, համեցեք։ Դուք այնպես ներկայացրեցիք, որ ես ինչ որ երկնքից իջած Չէ, երկնքից մասնագետ չեք իջել։ Մենք օֆիսը որ բացել ենք Վիլսոնյան Հայաստանի շատ այս թեմայով մասնագետներ են գալի, նույնիսկ դոկտորներ, պրոֆեսորներ, մենք շատ գրագետ այս բնակավարի գեոլոգներ, մարքշեյդերներ եւ հանքարդյունաբերության մասնագետներ ունենք, նույն բաները բոլորը գիտեն, նույն ցավով բոլորը տարապում։ Այսինքն Ուղղակի երկար ժամանակ մասնագիտական թիմը կա։ Այո, լսող չի եղել։ Ես համոզված եմ, որ այսօրվա կառավարությունը ուրիշ տարբերակ չունի։ Ուզի, չուզի պիտի գնա այս ճանապարհով։ Եթե ոչ, ապա մեր այս ընտրությունների ժամանակ մեր հասարակությունը, մեր հայությունը, Հայաստանի հայությունը ընտրությունների այս բարձր մակարդակը 60% կվիարկում, երբեք չի եղել մասնակցություն, երբեք չի եղել։ Դա ցույց տվեց, որ մեր բնակչությունը քաղաքացիները հասունացել են որպես քաղաքացի եւ իրենց մասնակցությունով կարողացան ապացուցել, որ իրենք հասուն են եւ պիտի մասնակցեն երկրի կառավարմանը եւ իշխանությանը եւ դա առաջին այսպես սիգնալներ ինձ թվում է մեր բնակչությունը ավելի ակտիվ կմասնակցի երկրի կառավարման գործին եւ աշխատանքներին։ Շնորհակալ եմ։ Սրանով վերջացնենք մեր հարցազրույցը, շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ հեռուստադիտողներին, որ զրուցում էինք հանքարդյունաբերության փորձագետ, Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գյորգի Անտոնով Միրզախանյանի հետ։ Շնորհակալություն, ստեսություն։